իբրկես իսկ տեղը հատնելուց։ Եթե մեկը հիվանդ է ու չգիտի ինչ հիվանդ է, դա շատ վտանգավոր է։ Գիտես ինչքան լավ է, որ երբ որ մարդ աչքերը բացում, իր առաջի հայացքը ողջ է։ Ծառան պիտի տիրոջ նման լինի։ Աստծո խոսքը խորում է, բայց անդոտ չէ, մանկուր է։ Նրանց օրինակները մեզ խրատի համար է։ Բարի առավոտելի բարեկամներ, բարի լույս, բարի երկուշաբթի բոլորիս։ Այսօր շաբաթվա սկիզբն է, մեր առաջին եթերը, երկուշաբթի օրյա, եւ սկիզբը շատ կարևոր իմաստ ունի իր մեջ, որտեվ ինչը որ սկսում ենք մեր կյանքի մեջ, դա նշանակություն չունի, ինչ ենք սկսում կամ ինչ ենք կառուցում, ինչ ենք պատրաստում, միևնույնն է, ինք ունի սկիզբ եւ այդ սկիզբն է որոշում հաջողված ավարտը։ Այսօրվա մեզ հյուրն է, մեզ էլի Կարեն ուրեմն Պապոյան եղբայրը, նա հովիվ եւ աստվածաբան է, արդեն մի քանի անգամ մեզ հյուր է եղել եւ շատ օգտված ենք խոսքով։ Կարեն ջան, շնորհակալ եմ։ Եկար եղբայրը, շատ ուրախ ենք, վստահ ենք, որ շատ լավ ժամանակ ենք ունենալու, ինչու՞ չէ, որովհետեւ Աստծո խոսքի շուրջը լինելու մեր զրույցը եւ պատահաբար չի, հենց միանգամից մտքիս եկավ, անպայման ուզում շեշտեմ, պատահաբար չի, շաբաթվա սկիզբ եւ այսօրվա խոսքը սկիզբ, ուրեմն սկզբի մասին է, սկզբից էր խոսքը, այդպես չէ, վերնագիրը։ Սկզբում է խոսքը։ Սկզբում էր բանը։ Սկզբում էր բանը։ Եբրայերեն լեզվով Բերեշիթ բառն է այնտեղ, որը շատ լիքը խորը իմաստներ ունի իր մեջ, այսօր մեր կանեղբեր օգնությամբ պետք է ուսումնասիրենք, ինչ կասես այս թեմայի վերաբերյալ, մի նախաբան, որից հետո մի երգ եւ հետո կանցնենք բուն թեմային։ Կուզեի ուղղակի հիշեցնել, որ Հովհաննեսը, երբ որ իր ավետարանը սկսում է սկզբումն է բանը, ինքը լինելով Աստծո առաքյալ, ինքը լավ էր հասկանում, թե ինչ նկատի ունի, թե ինչն է եղել սկզբում, ով էր այդ բանը, ոչ թե այն ինչը, որ այսօր շատ անգամ մենք տեսնում ենք մեկնություններ են տալիս, որ գիտեք, դա փիլիսոփայության հետ է կապված, գնոստիկների աստվածաբանական ձև կողմից ներկայացնեմ, դրանց հետ է կապված, բայց իրականում չէ։ Ինքը լինելով Աստծո առաքյալ, Աստծո սկիզբը ցույց է տալիս, թե Աստված ինչ սկիզբ է ունեցել, ոչ թե հույները ինչ սկիզբ են ունեցել, սկզբում ինչ է եղել, այլ Աստծո մոտ ինչն է սկիզբը եղել։ Դրանք շատ տարբեր բաներ են, որտեղ նրանք ուրիշ ազգի մտածելակերպ էր, սա ուրիշ ազգ է։ Ընդհանրապես, քանի որ հույն եւ հրյայի վերաբերյալ էր կապված այս թեման, մենք նկատում ենք, որ աշխարհը ընդհանուր առմամբ կառուցված է երկու այս գաղափարների վրա՝ հունական գաղափար եւ եբրայական գաղափար, որն է Աստծո խոսքից գալիս, հա, դա էլ շատ կարևոր է։ Սկիզբը, ամեն բանի սկիզբը Աստծո խոսքն էր։ Դրանք շատ կարևոր են, որովհետև երբ որ մարդը Աստվածաշունչը, Հովհաննեսի խոսքերը մեկնում է հունական մոտեցումով, թե հույները ինչ էին մտածում եւ մտածում են, որ Հովհաննեսը հույների համար էր հենց գրում, դա ճիշտ չէ։ Նա Աստծո խոսքն էր գրում։ Նա Աստծո խոսքն էր գրում, եթե ցեր տալիս թե Աստծո խոսքում ինչն է համարվել ամենասկիզբը։ Եվ ես կամենում եմ այսօր այն բառը, որը հունարենում լոգոս բառն է, սկզբում էր բանը, էնարխե հոլոգոս, հա, այդ լոգոսը մի քիչ ներկայացնել աստվածաշնչյան համատեքստում, ոչ թե հունական փիլիսոփայության։ Մի հարց է կարող եմ տալ, որտեղ շատ հետաքրքիր սկիզբ տվեցիր, դա եթե հետո խոսաս, էլ չեմ կարող այդ հարցը տամ։ Կարաս կարճ ներկայացնես հունական գաղափարը եւ հրեական գաղափարի տարբերությունները։
Եթե կարելի։ Ընդհանրապես հունական գաղափարը, թե ինչպես են իրենք աշխարհանկալում։ Թե ինչպես որ ուզես։ Լոգոսի հետ կապված հունական ընկալումը այդպիսին էր, որ եղել է միջանկյալ ինչ-որ մի էակ, որը անշարժ, ես մեր լեզվով հասեմ, հա, չէ, աստվածաբանական տերմիններ չօգտագործեմ, ինչ-որ ձևով իրենք ընկալում էին, որ Աստված անշարժ է, նա որպեսզի արարի միջանկյալ ինչ-որ էակ է ունեցել, այդ էակին լոգոս էին ասում, եւ ոչ միայն լոգոս, հա, դեմիուրգ էլ կար ձեր տարբերակով, եւ այդ լոգոսը միջանկյալ արարչագործություն արեց, եւ կարծես թե ինչ-որ բաներ համապատասխանում են ինչ-որտեղ, բայց ես ինչ եմ ասում, բայց որտեվ համոզված եմ, որ Հովանեսի ասած լոգոսը ավելին է, քան հույն փիլիսոփաների հասկացողությամբ հասկացած լոգոսը։ Դրանք շատ տարբեր են։ Շատ լավ։ Մի երկից հետո հուսամ դրա մասին դեռ պատրաստել ես ինչ-որ բան։ Բնականաբար։ Շատ լավ, մի երկից հետո կանցնենք նույն թեմային, շատ հետաքրքիր է լինելու եւ կարեւոր թեմա, սա վստահ եմ, որ օգտակար կլինի մեր կենցաղավարության հետ այսօրվա թեման, հա, հոգեվոր իմաստով։ Այո, համոզված եմ ես դրանում։ Աշոտ Մարտիրոսյան, իմ կյանքը քո ձեռքում է։ Արտասվող սրտից կարող ես դու միայն հպվել, երբ հոգուս խորքում մեծ ցավ է բարձրացել, ընկած պահի կարող ես դու ինձ վերհանել, և քո սուրբ խոսքով կարող ես ամոթել, Աշտում եմ քեզ իմ հայր, ամենակարող Տեր, դու տվեցիր ինձ նոր կյանք, ամեն բան շնորհեցիր Տեր, աչքերում սառցում ու սիրտս դու լալիս է, իսկ երբ սիրտս լռում, հոգիս աղաղակում է, Աշտում եմ քեզ իմ հայր, մենակ չեմ հիմա Ընտրում եմ ինձ զորացրու, քեզ հետ ուժեղ եմ Երբ կանչում եմ քեզ, իմ ձայնը դու լսում ես քո առջև եմ Տեր, իմ կյանքը քո ձեռքում է Արտասվող սրտի կարող է լոկ Աստված լսել և կորած մարդու կարող է նա փրկել Անդունդի խորքից կարող է Տերը վերհանել մի փոքրիկ ահով կարող է նրան փրկել Աշտում եմ քեզ իմ հայր, ամենակարող Տեր Տվեցիր ինձ նոր կյանք, ամեն բան շնորհեցիր Տեր Աչքերում սառցում ու սիրտս նոր լալիս է Իսկ երբ սիրտս լռում, հոգիս աղաղակում է Աշտում եմ քեզ իմ հայր, մենակ չեմ հիմա Ընտրում եմ ինձ զորացրու, քեզ հետ ուժեղ եմ Երբ կանչում եմ քեզ
դու լսում ես քո առջև եմ դեր իմ կյանքը քո ձեռքում է ամենակարող Տեր դու տվեցիր ինձ նոր կյանք ամեն բան շնորհեցիր Տեր աչքերում սառցում ու սիրտս դուր գալիս է իսկ երբ սիրտս լռում հոգիս աղաղակում է պաշտում եմ քեզ իմ հայր մենակ չեմ հիմա ես ընտրում եմ ինձ զորացրու քեզ հետ ուժեղեմ ես կանչում եմ քեզ իմ ձայնը դու լսում ես քո առջև եմ Տեր իմ կյանքը քո ձեռքում է ես քո առջև եմ Տեր իմ կյանքը քո ձեռքում է Սերի գորեր եղբայրներ կխնդրեմ որ միահամուր ուժերով հենց հիմա կիսվենք այս եթերը մեր սիրելիների մյուս սիրելիների հետ ովքեր դեռ չեն միացել մեզ ձեր բարեկամները որպեսզի նաև նրանք էլ օրհնվեն նրանք ովքեր նոր միացան մեզ ներկայացնում մեր հյուրին մեր Կարեն Պապոյան եղբայրը Պապյան ուշադիր է գիտես սկզբից որ սխալվեմ էլի մեր Կարեն Պապյան եղբայրը հովիվ եւ աստվածաբան եւ այսօրվա թեման շատ խորը մի կարեւոր թեմայի մասին է սկզբից էր բանը սկզբից էր խոսքը կարող ենք այստեղ նաև հիշել այս խոսքը ես եմ սկիզբը եւ վերջը այսինքն այն ինչ որ մենք գործ ունենք կարող ենք այսպես ասել գործ ունենք սկզբի հետ իրական սկզբի հետ որի հաջողությունը 100-ից 100 է խնդրեմ եղբայր այո ինչ որտեղ կարող ենք ուրեմն կուզեի հիշեցնել սիրելի բարեկամներ որ այս տողերը բազում դարեր արդեն 2000 տարի ինչ որ կա քննարկման եւ վիճաբանության թեմա է դարել հատկապես նրանց համար ովքեր փորձում են ասել որ Աստված է Հիսուսը ինչ որտեղ չգիտեմ ինչի պահի տակ մարդկանց մոտ կասկածանք է գալիս որ Հիսուսը Աստված է եւ այդ տողերն են ասում տեսեք գրված է որ սկզբում էր բանը որոշներն էլ փորձում են մերժել բնականաբար որ Հիսուսը Աստված է այս տողերը այնպես են թարգմանում որ կամ Աստված բառն են փոքրատառ գրում կամ Աստվածային են գրում այն դեպքում որ այստեղ Եթե թույլ կտաք հունարեն կարդալ, «Են արխե են հոլոգոս, կայ հոլոգոս են պրոստոն տեոն, կայ տեոս են հոլոգոս»։ Սկզբում էր բանը, և բանը Աստծո մոտ էր, և Աստված էր բանը, բառացի, եթե թարգմանում եմ։ Եվ այս տողերը ոչ միայն դրանով է կարևոր, որ այստեղ ցույց է տալիս, թե Հիսուսը Աստված է եղել, այլ Ես կուզեի այսօր այն կտրվածքով նայենք, որ սկզբում ինչն է եղել կամ ով է եղել, ինչի հենց բանը, ինչի Հովհաննեսը չի ասում, սկզբում էր օծյալը, չի ասում այդպիսի բան, սկզբում էր Հիսուսը, այդպես չի ասում, ինքը օգտագործում է սկզբում էր բանը, և շատ հետաքրքիր է, որ երբ որ ասում է սկզբում է բանը, 14 համարում Հովհաննես ասում է, հենց նույն Հովհաննեսի ավետարան 14, առաջի գլուխ 14 համար, և բանը մարմին եղավ, և բնակվեց մեր մեջ։ Ու այստեղ Հովհաննեսը
օգտագործում է այնպիսի տերմին, որ բանը բնակվեց մեր հետ, որ անմիջապես աշկ է ծագում։ Ինչու՞։ Որովհետև հունարենում բնակվել բառը տարբեր կերպ կարելի է ասել, բայց այստեղ բնակվել բառը չի օգտագործված։ Օգտագործված է սկենեո բառը, որը մեզ քաչ ծանոթ ռուսերենի սկինյա, տապան, չէ, խորան, ներողություն։ Սկինյա, սկենեո բառը հունարեն բառ է, որը առաջացել է իրականում ինքը արեստացին է եբրայերենից, կարելի է այդպես ասել, այդ խմբի հետ կապված է, որի նշանակությունը շաքեն, շատերը լսած կլինեն շաքինա բառը, որ Աստծո ներկայություն, Աստծո փառքը, Սուրբ Հոգու ներկայությունը շաքինայով էին շատ անգամ ներկայացնում։ Շաքեն բառն էլ նշանակում է էլի բնակվել, խորան բացել, այսինքն սկենեո բառը նշանակում է խորանը բացել։ Մի րոպե, բայց ինչու պետք է բանը գա մեր մեջ ու որոշի խորան բացի։ Աստծո տաճարը դուք եք, չէ՞, տենց Պողոսավետ։ Հա, բայց ինքը սկենեոնն է իր խորանը բացում։ Իրականում շատ դարեր է, որ մարդիկ լոգոսը փորձում են մեկնաբանել, ինչպես հույներն էին հասկացել, ասում են, գիտեք, Հովհաննեսը գրել է մոտ 100-ական թվականներին, 90-ական, հա, 80-90, եւ ինքը նրանց պահանջմունքն է կատարել, բայց ես կուզեի հիշեցնել, ինչքան էլ Տերը նրանց պահանջմունքը ուզեր կատարել, Տերը իր խոսքը կառուցում է իր գաղափարի հիմքի վրա, ոչ թե նրանց գաղափարի հիմքի վրա, որովհետև դրանք տարբեր բաներ են, եւ դարեր շարունակ ցավալի է, որ մարդիկ լոգոսը, որ սկզբում էր բանը, լոգոսը, մեկնաբանել են եւ պատկերացնում են միայն հունական տարբերակով։ Երբևիցե հարց չի ծագում, վերցնենք այս տողերը ինչպես կհնչի, վերցնենք եբրայերեն տարբերակով, բրեշիթ հայա հա դավիր կամ հադավար։ Արդյոք ծանոթ բառը դավառը, դաբիրը։ Շատ շատերի համար միգուցե ծանոթ չլինի, բայց ովքեր կարդացել են Աստվածաշունչը, թույլ տվեք մի քանի հետաքրքիր համար կարդալ։ Երրորդ Թագավորաց 6-րդ գլուխ 5 համար։ Եվ տան պատի վրա պատվար շինեց շուրջանակի, տան պատերի վրա շուրջանակի տաճարին էլ, դաբիրին էլ։ Ուրեմն լոգոս բառը դավար կամ դավիր բառն է։ Մենք այստեղ հանդիպում ենք տաճարի հետ կապված ինչ-որ դավիր բառ։ Այս ինչ է, այդ ինչ բառ է։ Այդ ինչ է նշանակում, դավիրը ինչ է։ Փորձում ենք շարունակել կարդալ 16 համարը։ Եվ տան ետևի կողմից 20 կանգուր շինեց եղնափայտի տախտակներով հատակիցը միջև պատերը եւ նրան շինեց ներսևանց իբրև դաբիր ու բացատրում է, այսինքն իբրև սրբություն սրբությանս։ Պարզվում է, որ այստեղ նկարագրում է, որ դավիրը դա սրբության սրբությունն է։ 19 համարը եւ դաբիրը պատրաստեց տանը մեջ ներսևանց, որ այնտեղ դնե Տիրոջ ուխտի տապանակը։ Խոսքը։ Ուրեմն ես շատ համարներ կա, վերցնենք հենց 8-րդ գլխից էլ մի համար կարդամ ու առաջ գնանք։ Քահանաները բերեցին Տիրոջ ուխտի տապանակը 8-ի 3-րդ գլուխ Թագավորաց
երրորդ ներողություն, երրորդ թագավորաց 8-րդ գլուխ 6 համար։ Քահանաները բերին Տիրոջ ուխտի տապանակը իր տեղը, տան Դավիրը սրբությունների մեջ քերոբեների թևի տակ։ Այստեղ տեսնում ենք, որ Դավիր բառը հրեաների համար շատ ծանոթ բառ է, իրենք լավ էին հասկանում ինչ է նշանակում Դավիրը, ինչի էին սրբությունին ասում Դավիր, խոսք, ինչի էին խոսք ասում, որովհետև այնտեղ դրվում էր 10 խոսքերը, մենք շատ անգամ ասում ենք 10 պատվիրան, շատերը ասում են 10-բանյա օրենք, բայց իրականում Աստվածաշունչը այս 10 պատվիրաններին այլ կերպ է ասում, 10 պատվիրան չի ասում, այլ խոսում է 10 խոսքերը։ 10 խոսքեր, որոնք հրաշքներ են անում, արարում են։ Այո, Աստծո 10 պատվիրանները, բայց մենք սովորենք այդ ձև 10 պատվիրաններ կարող ենք ասել։ Այսինքն, քանի որ այնտեղ դրվելու է 10 խոսքերը, ոչ թե 10 հատ, այլ 10 ուղերձ, հա, Աստծո ուղերձները, մեկը երկար, մեկը կարճ։ Այդ ուղերձները 10 խոսքերը ինքը, քանի որ դրվում է այնտեղ, որտեղ սրբությունն է ամենաանհասանելին, հա, մարդու համար, այդտեղը խոսքեր էին անվանում։ Երբ որ Հովհաննեսը գրում է իր ավետարանը, եթե մենք անկեղծ լինենք ու կարդանք ամբողջ ավետարանը միանգամից, մենք կտեսնանք, որ Հովհաննեսը այն բացառիկ գրողներից մեկն է, որ անդադար նկարագրում է հրեական տոները, տաճարի հետ կապված դեպքերը, անդադար։ Այսինքն նույնիսկ հայտնության գիրքը, եթե մենք բացենք, հայտնության գիրքը սկզբից մինչև վերջ սրբարանի երկնային տաճարի հետ է համեմատված, ամեն ինչը։ Դրա համար, երբ որ մենք անկեղծ ենք լինում ինքներս մեզ հետ եւ Հովհաննեսի ավետարանը կարդում ենք, սկզբում էր Դավիրը, ոչ թե սկզբում էր Լոգոսը, ինչպես հույներն էին հասկանում, այլ սկզբում էր Դավիրը, սրբության սրբոցը, ապրես, սրբության սրբոցը, կատարյալը, ամեն ինչը, սկզբում սրբության սրբոցն էր, Տեր Հիսուսին տաճար անվանում Աստվածաշունչը, Հովհաննեսը, անկեղծ ասած, այո, Հովհաննեսը ասում է, որ Տեր Հիսուսը այն խորանն էր, եւ ասում է, Դավիրը մարմին եղավ եւ բնակվեց բառը մի քիչ առաջ ասեցի, չէ, խորանը բացեց։ Երբ որ մենք Դավիրը, Լոգոսը, Դավիր ենք հասկանում, խորան բացելը տեղն անկնում։ Տաճար։ Ես հիշեցի հայտնության մեջ այսպեսի խոսք ասում է, եւ ես այնտեղ տաճար չտեսա, որովհետեւ ինքն էր տաճարը։ Բարազեցի ես։ Ոչ, կտիր չկա։ Հետաքրքիր է, որ շատ-շատերի համար, երբ որ այս խոսքը ասվում է, որ այստեղ Հովհաննեսը Լոգոս ասելով Դավիրը հասկացել, սրբություն է հասկացել։ Մի հատ կներես, մի հատ նորից այդ վերադառնանք ծննդոց, որ մի հատ էլ հասկանանք ինչա գրված, սկզբից Բերեշիտ, ոնց հայրականով, եթե կապը կներես, որ ընդհատեցի, եթե մենք նայում ենք, սկզբում, ամենասկզբում ինչ է եղել, Բրեշիտ, եթե եբրայերենով թարգմանենք այդ Հովհաննեսի խոսքերը, Բրեշիտ հայա հադավիր։ Ինչ է ասում դա։ Այսինքն սկզբում եղել է Սուրբ Սրբոցը։ Որտեղ խոսքն է։ Որտեղ 10 խոսք, այսինքն ստեղ ասոցացվում է խոսքը սրբության սրբոցի հետ։ Այո։ Ես այդպես սրբության սրբոցը խոսքա կոչվում։ Հասկացա։ Այսինքն միայն սրբության սրբոց չի, նա խոսքն է։ Եվ այդ խոսքը, որը ի սկզբանե մարդկանց տրվել էր, ի սկզբանե առաջից պահից, երբ որ մարդիկ այն մերժեցին, մեր նախահայրն ու մայրը, Եվան ու Ադամը, երբ որ մերժեցին, խոսքը կարելի ասել փակվեց։ Ինքը Ադամին ինչ ասում Տեր, ասում է, քանի որ դու լսեցիր քո կնոջը, քան կնոջ ձայնը։ Խոսքը չլա։
իմ խոսքը չլսար։ Այսինքն սրբության այդ սրբոցը կինն էր, կնոջ խոսքեր, ոչ թե իմ խոսքը։ Մենք հետագայում հանդիպում ենք, օրինակ, ես ծննդոցից մի համար բերեմ, հետո նորից շարունակեմ Հովհաննեսից։ Ծննդոցում մենք հանդիպում ենք 26 գլուխ 5 համարում այդպիսի հրաշ խոսքեր։ Քո անունն է տալիս, նրա համար, որ Աբրահամը իմ ձայնը լսեց, Տիրանի ես։ պահեց իմ հրամանները, իմ պատվիրանքները, իմ կանոնները, իմ օրենքները։ Աբրահամի մասին գրում է, որ նա գիտեր եւ կանոններ, այն ինչը որ Ադամը մերժել էր, Աբրահամը կիրառում է իր կյանքում, այսինքն Աբրահամի համար սուրբ սրբոցը բացված է դառնում։ Աստծո նպատակը սուրբ սրբոցը բոլորի համար բացվելն էր։ Դավիթը բացվելն էր։ Աստծո գլխավոր նպատակը Դավիթը մարդկանց մեջ լինել։ Մի հատ Այսինքն դրախտը ասոցացվում է նաև դրա հետ։ Դու վերադառնում ես դրախտ։ Այն իմաստով որ խոսքը քո համար դառնում է սրբության սրբոց։ Բնականաբար։ Միանշանակ այո։ Կուզեի մի կարևոր բան էլ ստեղ հիշեցնել, Յավե Աստծո ձայնը լսեցին, որ օրվա հով ժամանակին պարտեզում ման էր գալիս։ Ծննդոց 3-րդ գլուխ 8 համար։ Շատ հետաքրքրական է, որ եբրայական տեքստում այնպես է բառերը Մովսես մարգարեն գրել, որ եթե բառացի թարգմանում ենք, շրջողը խոսքն է, ձայնն է։ Այսինքն Մովսես այնպես է նկարագրել, որ կարծես թե այգու մեջ Աստծո ձայնն է շրջում։ Ասոցացվել է այնպես արել, որ Աստված եւ Աստծո ձայնը նույնը ձևով ասոցացված է, իրար հետ կապված է, եւ շատ մասնագետներ ասում են այո, ստեղ ձայն պետք է թարգմանվի, Աստծո ձայնն է շրջում։ Աստծո ձայնը եկա շրջեց, ասավ ուր ես Ադամ, փնտրում էր նրան ձայնը։ Փնտրում էր։ Ադամն էլ ասավ, գիտես, մենք ձայնդ լսեցինք, թաքնվեցինք։ Աստված ասավ, եթե իմ ձայնը, որը Եդեմում պետք է լսվի ու քեզ համար տհաճ լինի, դուրս Եդեմից։ Ու Աստծո ձայնը, Դավիթը, Աստծո խոսքը առանձնացավ, ինչ դրվեցավ պարտեզի դիմաց, հրեշտակ, որ թույլ չտան։ Սուրբ սրբոցի Դավիթի մեջ ինչ կար, գրված էր հրեշտակների, քերոբեների թևերի տակ։ Նույնը տերմինաբանությունն է։ Երբ որ մարդը մերժեց, խոսքը միայն Աստծո մոտ ոնց որ ասած մնաց, Աստված ասավ, ես ամեն բան չեմ թույլ տա, որ դուք ձեր տաք իմ խոսքը։ Այսինքն դուրս է գալիս, որ մի փոքրիկ եզրակացություն, ինչ հասկացա, հետո կշարունակես։ Դուրս է գալիս այսպես։ Գիտես, այսօրվա խնդիրներից մեկը սա է, Աստծուն փնտրել առանց իր խոսքի։ Սենց ուղիղ ձևով եմ ասում, այսինքն կամ փորձել Աստծուն ճանաչել առանց իր խոսքի, չի ստացվելու, չի լինելու դա։ Եթե կա էլ, դա արհեստական է, արհեստածինը երևակայության արդյունքը։ Ես այդպես հասկացա։ Շատ ճիշտ։ Պողոսը սա լավ հասկանալով ինչ ասում։ Հավատքը լսելուց է։ Հիանալի խոսքը։ Լսել Աստծո խոսքից։ Ոչ թե այո, եթե դու Ադամ Եվային ես լսել, դու Եվայի հետևորդ ես։ Հասկացա։ Եթե դու Աստծո ձայնն ես լսել, Աստծո հետև։ Հիսուս ասում է իմ գառները իմ ձայնը լսում են։ Դրանք շատ կապ ունեն։ Դրա շարունակությունը շատ կապ ունի թեմայի հետ, եւ ասում է հավատքով ենք իմանում, որ երևացած բաները ստեղծվեցին չերևացող բաներից։ Սա շատ ուժեղ խոսք է, այսինքն բնական է։ Խոսքը չի երևում, բայց լսվում է։ Եվ մեր գործը եթե դրա հետ է, նշանակում է երևացող հասկանում ենք սա, բացահայտում ենք, որ երևացող բաները ստեղծվեցին
Այո, չերևացող ես կուզեի հիշեցնել մի կարևոր բան, որ Աստված երբ որ Իսրայել ժողովրդին փրկեց Եգիպտոսից, բերավ եւ գրվածը իր խոսքը տվեց։ Ես բազմաթիվ անգամ դա շեշտում եմ, որ Աստված երբ որ իր խոսքը տվեց, 10 խոսքերը, գրված է, որ նրանք խոսքի ձայնը, Աստծո ձայնը տեսան։ Այսինքն ոչ թե միայն լսեցին, այլ տեսան, այսինքն բոլորը մարգարեի նման։ Այո, դա տեսիլք է։ Տեսիլք է, մարգարե դառան, որ Աստված նենց արավ, որ իրենք միանգամից գտնվեն Սուրբ Սրբոցում։ Իսկ իրանք ինչ ասան։ Վայ, չէ, Մովսես դու մենակ այնտեղ գտնվի։ Մենք գործ չունենք։ Սուրբ Սրբոցը Դավիթը, հա, մեզամ գալիս, մենք անդադար մերժում ենք։ Շարունակեմ, շատերը կարող են ասել, չէ, այդպես դժվար լինի, լոգոսը այդպես չի լինի, ոնց թե դու ասում ես Հիսուսը Սուրբ Սրբոցը, Հիսուսը տաճարը, անկեղծ ասած, դա ես չեմ ասում, Հովհաննեսն է այդպես գրում, ասում է, եւ բանը բնակվեց, այսինքն խորան բացեց մեր մեջ։ Եկավ։ Եվ հենց նույն Հովհաննեսը երկրորդ գլխում իր ավետարանի տեսնենք ինչա գրում։ Հիսուսի խոսքերի մասին է ներկայացնում, երբ որ Հիսուսը տաճար էր մտել ու տաճարը մաքրում էր, առաջի զատիկի, այն որ ասում է ժամանակահատվածում, մաքրելու ժամանակ հետաքրքիր դեպքի է առնչվում, հրեաները ասում են, ինչ նշան է ցույց տալիս մեզ, 18 համարը կարդաց երկրորդ գլխի, 19-ում ասում է Հիսուսը, քանդեցեք այդ տաճարը, 3 օրում կկանգնեցնեմ նրան։ Հրեաներն էլ ասում, այս տաճարը 46 տարում շինվեց, դու 3 օրում կկանգնեցնես դրան, բայց նա իր մարմնի տաճարի համար էր ասում։ Այսինքն Տեր Հիսուսը ինքը իրեն տաճար էր անվանում։ Այո, շատ հետաքրքիր է, որ Տեր Հիսուսը իրեն անվանում էր տաճար, բայց դա առաջի անգամ չէ, որ Աստված իրեն տաճար է համարում։ Բազում տեղեր կա Աստվածաշնչում, հատկապես մի հետաքրքիր հատված կա Եզեկիել 11-րդ գլխում, երբ որ կարդում ենք 16 համարը, ինչ ենք տեսնում, երբ որ Իսրայել ժողովուրդը այնպես էր անում, որ Աստված հրյա ժողովուրդը, հա, այդպես ասենք, Աստված իր սրբարանից դուրս գա, ուրեմն Եզեկիել առաջի գլխից մինչև 10-րդ գլուխը դա է նկարագրված, որ ժողովուրդը ամեն ինչ անում էր, որ Աստված իր Սուրբ Սրբոցից դուրս գա։ Ու դուրս գալու այդ process-ը Աստված նկարագրում է, ասում է լավ, խնդիր չկա։ Տեսեք ինչ խոսք է գրում։ Դրա համար այդպես ասել մարգարեն ասում։ Այդպես ասում Տեր Յահովան, թեև հեռացրել եմ նրանց ազգերի մեջ, թեև ցրել եմ նրանց երկրներում, բայց ես նրանց համար սրբարան պիտի դառնամ մի քիչ այն երկրերում, ուր որ նրանք գնացել են։ Երբ որ Տեր Հիսուսը եկավ ու Հովհաննես ասում է իր խորանը բացեց մեր հետ, լավ Սուրբ Գիրքը իմացողները միանգամից այդ տողերը հասկացան, որ Աստված իրենց համարում է լքված, բայց ոչ մոռացված։ Այսինքն լքված են դառել, որովհետև անհնազանդություն են արել, բայց մոռացված չեն, որտեղ սիրող Տերը ինքը մենակ չի թողնում մարդուն։ Ինքը գալիս է մարդու հետևից, ինչպես ինչ է կարծում, որ Ադամը մեղանչեց, Աստված չգիտեր, որ մեղանչել է։ Գիտեր, բայց նա եկավ ու Տիրոջ Սուրբ Սրբոցը մոտենում է այսօր ամենքին։ Սուրբ Սրբոցի, այսինքն գաղափարը ինչու է կարևոր, որը ցավոք այսօր շատ անգամ կարող է մերժվել։ Խնդիրը նրան մեկանում, որ Սուրբ Սրբոցը այն վայրն էր, որի հետ կապված Աստված ցույց է տալիս, որ ես այնտեղից եմ ուզում խոսել ձեր հետ։ Այդպես էլ գրված ասում է Սուրբ Սրբոցի տապանակի վրայից ես ձեր հետ պետք է խոսեմ։
երբ որ մարդը սուրբ սրբոցը մերժում է, ուրիշ տարբերակ չկա։ Աստված էլ չի խոսում։ Որտեղից էր Աստված խոսում։ 10 պատվիրանների այդ տապանակի վրայից։ Սա իմ հորինածը չի, Աստծո ծրագիրն է, Աստծո նպատակն է, որ սուրբ սրբոցը մարդը չմերժի, որը անդադար մերժվում էր։ Դրա համար ասում եմ, որ երբ որ ամբողջ Աստվածաշունչը կարդում ենք, մի հետաքրքիր փաստ ենք տեսնում։ Օրինակ, Երեմիա 7-րդ գլխից եմ ուզում կարդալ, բայ 7-րդ մասում ուրիշ գիրք բացեց։ Այդպես է ասում Երեմիան առաջի համարից, Տիրոջ կողմից ասելով. կանգնիր Տիրոջ տան դռանը, այնտեղ կանչիր այս խոսքերը։ Ասիր, լսեցեք Տիրոջ խոսքը։ Այստեղ ուշադրություն դարձրեք ինչա կատարվում։ Մարգարեն կանգնում է ինչ ասում, Տիրոջ խոսքերը լսեք։ Մի րոպե, իր ժողովուրդը ուր է գնում է, ասում է, որ մտնում եք այս դռնովը Տիրոջ երկրպագելու համար։ Այդպես է ասում Զորաստերը, Իսրայելի Աստվածը, լավացրեք ձեր ճանապարհները, ձեր գործերը, ես կթողնեմ, որ բնակվեք այստեղ։ Մի հուսակ սուտ խոսքերի ասելով Տիրոջ տաճարն է սրանք, այլ եթե դուք լավացնեք ձեր ճանապարհները, այդ ժամանակ կթողնեմ։ Այսինքն նրանք գնում են Տիրոջ խոսքի մոտ, ասեցինք, չէ, սուրբ սրբոցում գտնում են Տիրոջ խոսքը։ Դա վիրո։ Դիմում են Տիրոջ խոսքին այդ իմաստոները։ Հա, գնում են նրա մոտ, բայց եւ նույն ժամանակ չեն լսում նրան։ Թույլ կտաս հարց, եթե կարելի է, այսպես, որպեսզի ավելի հասկանալի լինի։ Ես միշտ սիրում եմ մերօրյա այս վիճակի մեջ դիտարկենք այս երևույթները։ Նկատում ենք, որ հրեաների համար դառնում էր սովորույթ, հա, տաճար գնալ վերջապես սրբության սրբոզման, բայց մի տեսակ իներցիայի ուժ կամ արարողությունների ինչ-որ բաներ դառնում, սենց ինչ-որ ու հիմա մեր օրերին մեջ էլ կարծես թե երևույթը կա, ասենք հոգևոր կյանքը տենց արարողությունների դու ինձ ասա ես ինչ անեմ, էդի անեմ, կամ Աստծո խոսքի հետ վերաբերմունքի հետ կապված այսպիսի հարց, ինչպես ենք ընկալում Աստծո խոսքը, ինչ անեմ չանեմ, թե ավելին է, քան ինչ անեմ չանեմ, սա է շատ կարևոր է, այսինքն մեր վերաբերմունքը Աստծո խոսքի ինչ է ինքնից համար, սրբության սրբոցը, հասկանալ Աստծո ընդհանուր բովանդակությունն է, ճանաչողությունն է Աստծո հանդեպ, թե մի հատ հասկանամ ինչ ասում, էդի անեմ, որ լավ լինի իմ համար, հասկացա չէ հարցը։ Լրիվ հասկացա։ Խնդրեմ։ Խնդիրը հենց այստեղ է։ Ինչ է նշանակում վերաբերվել Աստծո խոսքի հետ կամ սրբության սրբոցը մեր կյանքում, ինչ պետք է լինի դա։ Դա կուզեի մի այդպիսի հետաքրքիր համարով նկարագրել երկրորդ Կորինթացիս 6-րդ գլուխ Թեմայի մեջ է, չէ՞ հարցը։ Խնդիր չի։ Իմ նպատակը հենց ընդհանուր իրավիճակը լավ պատկերացնելն է։ Այսօր հազարավոր մարդիկ երազում են ու ասում են մենք Սուրբ Հոգու տաճարն ենք։ Մենք Սուրբ Հոգին ունենք։ Ես համատարած բան է դառել։ Այո, իսկ դա ինչ նշանակում, որ Սուրբ Սրբոցը եկել է մեր մեջ։ Տեր Հիսուս ասում էր, ով որ իմ ձայնը լսի, ես եւ Հայրը կգանք նրա հետ կբնակվենք, բնականաբար Սուրբ Հոգին էլ։ Ասել, որ դու տաճար ես, դա դեռ քիչ է։ Հայտարարել, որ Սուրբ Սրբոցը քո մեջ է, որ ես դառել եմ Սուրբ Սրբոց, ես Սուրբ Հոգու տաճար եմ, դա դեռ քիչ է։ Պողոս ինչ ասում։ 14 համարից եմ կարդում, երկրորդ Կորինթացիս 6-րդ գլուխ 14 համար։ Անհավատների հետ այլ ախառը լծակից մի լինեք։ Որտեղ ինչ մասնակցություն ունի արդարությունը անօրենության հետ։
Ինչ հաղորդություն ունի լույսը խավարի հետ, ինչ միաբանություն ունի Քրիստոսը Բելիարի հետ, կամ ինչ բաժին ունի հավատացյալը անհավատի հետ, կամ ինչ համաձայնություն ունի Տիրոջ տաճարը կուռքերի հետ, որտեղ դու կենթանի Աստծո տաճարն եք, ինչպես Աստված ասեց, թե նրանցում կբնակվե, հետ այդ բնակվել է այդ սկինյա բացելներ, խորան բացելներ, հետ նույն բառապաշարն է, երբ որ Աստված ուզում է մեզանում բնակվի, մենք դառնում ենք Աստծո տաճար։ Այսինքն կարող ենք ասել հավասարազոր է այս խոսքը Աստված բնակվում է իմ մեջ կամ խոսքը բնակվում է իմ մեջ, նույն իմաստուն։ Լրիվ նույն իմաստն է։ Եթե խոսքը չի բնակվում իմ մեջ, նշանակում Աստված չի բնակվում իմ մեջ։ Բոլորովին։ Ես հիմա մի հատ համարել սա կարդամ մի վարքան առաջի Հովհաննես 2-րդ գլուխ 24 համարում կարդում Արդ այն որ դուք լսեցիք սկզբից թող բնակվի ձեզանում եթե բնակվի ձեզանում այն որ սկզբից լսեցիք դուք էլ կբնակվեք որդու եւ հոր մեջ Աստվածա չքնարկենք, չէ՞։ Չի քննարկում։ Այսինքն հավասարազորը, որովհետև Աստծո ասում է ես կբնակվեմ, կամ ասում է Սուրբ Սրբոցս կգա կբնակվի նույնն է։ Աստված ներկայանում Աստծո ձայնը կգա կբնակվի նույնն է։ Ես կամ դու դառնում ենք Սուրբ Հոգու տաճար, երբ որ Սուրբ Սրբոցը Տեր Հիսուսը ինքը իր խոսքի միջոցով ուրիշ տարբերակ չկա կուզեի մի հատ քաղցր խոսքեր հիշել Հովհաննեսի էլի ավետարանից որ Տեր Հիսուսը այդպիսի խոսք է ասում մի վարքյան 14-րդ գլուխ Հովհաննեսի ավետարան 23 համար Հիսուսը պատասխանեց եւ նրան ասաց եթե մեկը ինձ սիրում է իմ խոսքը կպահե Եվ իմ հայրը կսիրե նրան, և նրա մոտ կգանք, բնակություն կանենք նրա մոտ։ Մի հատ էլ հարցամ, եթե կարելի է, կարճ հարցը, շատ կարճ հարցը, տես, երբ որ մենք ասում ենք խոսքը բնակվի մեր մեջ, ինչ է դա, մենք տարբերակներ կա, օրինակ, խոսքը անգիր անել, կամ խոսքեր վերաբերվել որպես պատմական փաստ, չգիտեմ, էլի ուրիշ տարբերակ, որ տարբերակն է համարվում, որ խոսքը բնակվեց մեր մեջ, շատ տարբերակներից, բազմաթիվ տարբերակներից, որն է ճիշտ տարբերակը, որն ընկալվում է երկնքի կողմից, որ բնակվեց քո մեջ։ Սա կարևոր հարց է, որ ավելի հասկանալի լինի։ Ուրեմն, խնդիրը ինչու՞մ է կայանում, մի օրինակ բերեմ, Հովհաննես Մկրտչին բռնել էր Հերովդեսը շարունակում էր Հովհաննեսին այցելել բանտում, նրա համար շատ հաճելի էր լսել մարգարեի խոսքը, բայց Հերովդեսի համար հարգում էր Հովհաննեսին, բայց այդ խոսքը հարգող մարդը մի օր գլուխ կտրեց Գնանք մի քիչ ավելին իր համար հաճելի էր որ ինքը այդպես է գրած չէ որ նա սիրում էր գնալ լսել այսինքն այսօր շատ-շատերը ասում են որ խոսում ես որ լսում ենք Աստծո խոսքը հանգստանում ենք հետո ինչ մի օր գլուխը կարող ես կտրել հենց կպավ քո էգոին եսին կտրում ես ինչքան է կտրել այդպեսի գլուխը Երբ որ դու մարգարեի գլուխը կտրում ես, դա նույնն է, որ Աստծո խոսքն ես կտրում։ Միանշանակ։ Աստծո խոսքը վերացնում ես։ Մի ուրիշ օրինակ բերեմ Հովհաննեսի առաքյալները։ Ինչի այդպես ասեցի Հովհաննեսի առաքյալները, որտեղ նրանք Հովհաննես Մկրտչի առաքյալներն էին դարել։ Նրանք նրա փոխարեն, որ գնային միանային Հիսուսին, նրանք մնում էին Հովհաննեսի հետ ու առաջ չէին գնում։ Համ հավատում էին, որ Հովհաննեսը Աստծո մարգարեն է, համ չեն միանում Քրիստոսին։ Համ էլ լսել էին Հովհաննեսից, որ Քրիստոսն է, Աստծո որդին։
Այսինքն սա այն տարբերակն է, որ շատ մարդիկ ուղղակի Աստծո խոսքը կարող են լսել ինչ-որ չափով հավանել, բարոյական ինչ-որ բարոյական խրատներ ընդունել։ Այո, եւ ինչ-որ չափով եթե դու կատարում ես, այսինքն հասնում ես հետո այս չափը ու ամեն ինչի մեջ չես։ Տեր Հիսուսը այդպիսի մի առակ ասավ։ Ամեն ով որ Մատթեոս 7-րդ գլուխ 26 համար։ Մի րոպե։ Ամեն ով որ իմ այս խոսքերը լսում է եւ նրանց չէ կատարում, նա կմնամավի մի անխելք մարդի, որ իր տունը շինեց ավազի վրա։ Անձրևները եկան, գետերն էլ վարարեցին, քամին էլ փչեց եւ այն տանը զարկեց եւ նրան կործանեցին։ Նրա կործանումը մեծ է։ Ես վերևինը չկարդացի, որովհետեւ ասում է ամեն ով որ իմ այս խոսքերը լսում է եւ նրանց կատարում է։ Կնմանեցնեմ իմաստուն մարդին։ Ուշադրություն դարձրեք։ Խոսքի լսելու հաջորդ պահը ո՞րն է լինում։ Տուն կառուցելը։ Այդպես է։ Հիմքի վրա, խոսքի հիմքի վրա։ Ինչն է հետաքրքիր։ Երբ որ դու տուն ես կառուցել, հերվից որ մարդը նայում, ասում է, «Բա ինչքան սիրուն լավ տուն է սարքել Կարենը»։ Բայց տեսք երևում է, բայց չի երևում, որ ես Կարենս հիմքի վրա չեմ կառուցել։ Երկուսով տուն են կառուցել։ Քո տունը հիմքով է, իմ տունը հիմքով չի։ Բայց երկուսն էլ նայում ես, ասում ես, «Վայ, ինչ սիրուն տներ է սարքել»։ Այսինքն արտաքինից երկուսս նույնն ենք։ Խոսքը լսող ենք եղել։ Այսինքն երկու խոսք լսողների կյանքը կարա նույնը երևա, քանի դեռ հիմքին չես կպա։ Քանի դեռ հիմքին չես կպա, եթե հիմքին կպար, փորձությունը եկավ, այդ ժամանակ բացահայտելու է, որ դու խոսքը լսելուց հետո դա քո կյանքում դու եթե դու մենակ Աստծո խոսքը կարելիներ, չի կարելիներ, հա պապ, քո ասածնա, հա ես քո հետ եմ, քո խոսքի, բայց դու չես վայելում, դա նման է մեր բոլորի կողմից սիրված առակի դեպքին, որ մեծ որդին, ասում է ես քո խոսքից դուրս չեկա, տանը մնացել էր, բայց հոր հետ իր հարաբերությունները ահավոր էին, դժգոհ էր, ասում էր ուղղակի տունը մնացողի մասին։ Հա, տունը մնացողի մասին եմ ասում։ Ուղղակի նա հորը անարգում էր, նա չէր ընդունում, երբ որ իմացա, որ եղբայրը եկել է, նա սկսում է այդպիսի խոսքերը։ Ահա այսքան տարի է, որ քեզ ծառայում եմ, քո պատվիրաններից դուրս չեկա, այսինքն դու չես ապրում։ Տիրոջ խոսքը փրկվածի համար դա վայելք է։ 10 պատվիրանը ամեն մարդու խելքի բան չի, ես բազմաթիվ անգամներ դա բարձրացնում, որովհետև փրկված մարդուն է 10 պատվիրանը տվել։ Եթե մեկը 10 պատվիրանին, որը սրբության սրբոցում է, Դավիրում է դրված։ Կարևորն է, դա ես չեմ արսել, ես չեմ հորինել, դա Դավիր է, դա այդ տերմինով Տեր Հիսուսն է կոչում, Տեր Հիսուս ասում է ես տաճարում։ Եթե մեկը դա չի կիրառում որպես վայելք, որ հորս ասած խոսքն է, ու հոր խոսքը իր համար մի կյանքի կտոր է։ Մենք մի հատ տերմին ունենք ռեզոնանս բառը։ Գիտես, կա հերձեր, որ տարբեր աստիճաններ եւ մի հատ հերձի աստիճան կա, որ կարող բաժակները ռեզոնանսի մեջ մտնեն, ձայներ դուրս գա, հա։ Կարող ենք ասել, որ դες դու շեշտում ենք եւ խոսքներ է շեշտում կատարել խոսքը, բայց սա շատ ավելի խորի իմաստ ունի։ Ոչ թե դու վեկալես ու անես այն ինչ որ ասված, այլ մի ձևով դու այդ խոսքի ռեզոնանսի արդյունքում ես կատարում։ Կարանք այդպես ասենք։ Դա շատ կարևոր է, որովհետև տես հավատքը խոսքից առաջանում, այսինքն մենք sense մի հատ բանաձև խոսքով
խոսքի միջոցով հավատում ենք խոսքին։ Ինչ հետաքրքիր բան ա լինում, չէ՞։ Դու կարծես ինքը քեզ ռեզոնանսի մեջ գեներացնում է, որ դու կատարես։ Խոսքն է մեզ գեներացնում, որ կատարենք, բայց դա հատուկ վերաբերմունքի արդյունքում է տեղի ունենում։ Ճիշտ է, չէ՞։ Շատ ճիշտ է։ Դրա համար ես Երեմիային օրինակ ինչի վերեցի, մարդիկ գնում են խոսքի առաջ, որտեվ գնում են խոսքի առաջ, որտեվ այնտեղ, այսինքն սուրբ սրբոցում ինչն է դրված։ Սուրբ սրբոցում տապանակի մեջ միայն խոսքն է դրված։ Տապանակի մեջ ուրիշ բան չկար, 10 խոսք։ Մարդիկ գնում են, հարգում են, բայց նույն ժամանակ չեն լսում։ Չեմ մտնում այդ ռեզոնանսի մեջ։ Հա, գնում են, երկրպագում են, ու Տեր ասում է, լսեք, դուք այ ապրես, դեր բառն է։ Ներդաշնակություն չկա, հարմոնիա չկա։ Չկա հարմոնիա։ Այսինքն այդ ինչ եք անում։ Այդ ձեռ եք առնում։ Ֆալշ կա, հա, միտես։ Այ ապրես, ասում է դուք գալիս եք, բայց էս ինչ ա ձեր արածը։ Ասում է, ահա դուք ձեզ համար սուտ խոսքերի եք հույս դնում։ Էլի խոսքեր, որ օգուտ չունեն, միթե գողանաք, սպանեք, շնություն անեք, թվարկում է պատվիրանները, սուտ երթում անեք, բաղի խունդ ծխեք եւ այդպիսի աստվածների ետևից գնաք, որ չէիք ճանաչում, հետո գա կանգնեք այս տան վրա, որի վրա կանչված է իմ անունը եւ ասեք, ազատվեցանք բոլոր այս գարշությունները անելու համար։ Դե պարզ այդ բառը չեն ասում գարշություն, միթե ավազակների այրե այս տունը, որի վրա կանչված է իմ անունը, ձեր աչքերի առաջ ահա ես եմ տեսել, ասում է Տերը, սակայն եք գնացեք։ Իմ այնտեղը, որ Սելովում էր, ու ինչն է հետաքրքիր, Սելովը ուղարկում, Սելովը այն վայրն է, որտեղ վերջի քահանայապետը Հեղին էր, որը որդիները մահացան, որի ժամանակ տապանակը տարվավ գերություն։ Տապանակը, այսինքն խոսքը բացակայեց, դավիրը բացակայեց, այսինքն Տիրոջ փառքը տարվավ այնտեղից եւ ինչա դա մեզ այսօր տալիս, որ Տերը քաղցր մեր Տերը ինքն էլ ունի իր սկզբունքները ու դες նորից առաջի 6-րդ Կորինթացից, 2-րդ Կորինթացից 6-րդ գլուխն եմ կարդում։ Կամ ինչ համաձայնություն ունի Աստծո տաճարը կուռքերի հետ, որտեղ դուք կենթանի Աստծո տաճարն եք։ Ինչպես Աստված ասեց, թե նրանցում կբնակվեմ, նրանցում ման կգամ, նրանց Աստված կլինեմ, նրանք իմ ժողովուրդը։ Երբ որ ես իմ խոսքն եմ կարևորել իմ կյանքում, Աստված ոնց ման կա։ Դա ինչ է նշանակում, նրանցում ման կգալ, այսինքն այս խոսքերի գլխավոր նշանակությունը դա է, որ Աստված հայտնությունը իմ մեջ է տեղի ունենում։ Ինձանում ճանաչողություն։ Ոչ միայն։ Ինքը ուզում է շարժի մեջ դնել։ Ինձ շարժի։ Ես ասում եմ, չէ, ես եմ քեզ ուզում շարժել։ Տեր Աստված։ Ես եմ կուրկ շինելը։ Ես դա կուրկա։ Կուրկ շինելը ի՞նչ է։ Աստված ասում է. Դուք եք իմ արոտի ոչխարները, ոչ թե ես ձեր ստեղծածը։ Երբ որ դու կուրկ ես շինում, այսինքն Աստծուն ես ստեղծում, սարքում ես, անունը Հիսուս ես դնում։ Հա, կամ չունի ինչ անունես դրել, Յահվե կդնես, Յահվե Հիսուս կդնես, ամեն ինչ։ Դու չես որոշողը։ Հա, ու դու այսինքն պատկերացրեք այդպիսի բան, այդ Աստված հայտնությունը քեզանում պետք է լինի, Աստված քեզանով պետք է քայլի, որ տաճար լինես, չէ՞։ Դու Աստված ուսումա քայլի, բայց դու քայլի դիմադրողականություն կա, դիմադրում ես նրան։ Ու տեսնենք ինչա պատասխանում։ Նրա համար նրանց միջից դուրս գնացեք, բաժանվեցեք, ասում է Տերը, պիղծ բաների միտիկ չեք, ես կընդունեմ ձեզ եւ ձեր հայրը կլինեմ, դուք ինձ որդիներ, աղջիկներ կլինեք, ասում է ամենակարող Տերը, այստեղ շատ լուրջ բառով ասում, որ չափները հասկացեք, Պողոսը ամենակարող բառը այդքան շատ չի օգտագործում նոր քննարկանը։ Այդպիսի խոստումներ ունենալով սիրելիներ, մեր անձերը սրբենք հոգու, մարմնի ամեն պղծությունից, սրբությունը կատարենք ինչպես գրված է Աստծո ահով։
Այսինքն Աստված հայտնություն ուզում ենք մեզանում լինի, Տեր, քո խոսքը թող մեզանում բնակվի, բայց քո խոսքը ես տեսնում եմ, որ մշակման կարիք ունի։ Մեր ձևով էլի։ Մշակման կարիք ունի ու մենք կսարքենք։ Հա, դու հանգիստ։ Մատթեոս 15-րդ գլխում հետաքրքիր այդպիսի մի թեմա է գնում 15-րդ գլխում, երբ որ Տեր Հիսուսին մեղադրում են, որ հայրերի ավանդությունները չի պահում, Տեր Հիսուսն ասում է, լսեք, դուք էլ Աստծո խոսքը չեք պահում։ Մովսեսը ձեզ ասա պատվիրան, որը Աստծո պատվիրանը, դուք ակակների հետև եք գցել։ Ասավ Մովսեսը պատվիր քո հորն ու մոր, բայց դուք ասում եք, ինչ որ պետք է շահվի, մենք ազատ ենք։ Ու 7-րդ համարից ասում է. Կեղծավորներ, լավ մարգարեացավ ձեր մասին Եսայան ասելով. Այ ժողովուրդը իր բերանով է մոտենում ինձ, շրթունքներով է ինձ պատվում, բայց իրենց սիրտը հեռացած ճոկված է։ Որ դեպքում զուր տեղն են պաշտում ինձ վարդապետություններ սովորեցնելով, որ մարդկանց պատվերներ են։ Այսինքն Սարքած, ապրես, կեղծած, հիբրիդացված։ Ես օրինակ ուզեի Եսայայից մի երկու այդպիսի պահ նայենք, նայ, Եսայան գրում է. Վայ անօրեն կանոններ դնողներին։ 10-րդ գլուխ առաջին։ Դա հենց Իսրայելն է վերաբերում։ Հիմա կապ չունի, հիմա համակարգը այն դպիրներին, որ անօրենություն են գրում, աղքատների դատաստանը ծռելու համար, ինչ ժողովրդի տնանքների իրավունք հափշտակելու համար, կուզեի հիշեցնել, որ կանոն բառի այստեղ, որ հատուկ շեշտված է, կանոնը ինչ է, թագավորի կողմից արձանագրած հայտարարություն, բայց իրենք Աստծո փոխարեն գրում են։ Մի հատ ստորակետի տարբերությունը մեծ բան կարող փոխել։ Այո։ Ուրեմն ինչ ենք հասկանում, երբ որ Տեր Հիսուսին նկարագրելու համար Հովհաննես ասում է սկզբում էր Դավիթը, ոչ թե հունական լոգոսը, այլ աստվածաշնչյան Դավիթը, որտեղ 10 պատվիրաններ, որտեղ Սուրբ Սրբոցներ, երբ որ ասում էր նա է սկզբում, նա այն է, որ մարդ էյակը կորցրել է դրախտում, Աստված ամեն ինչ անում է, որ այդ կորցրածը դուք վերագտնեք, եթե դուք դա չեք ուզում, լուրջ խնդրի առաջ եք կանգնում։ Բայց դրախտ եք ուզում։ Առանց խոսքի դրախտ։ Ինչ անենք, ամեն մեզ է տալ դրախտ, էլի բարձրնենք դրախտ։ Հովհաննեսի խոսքերն եմ ուզում անդրադառնալ հայտնության գրքում, որտեղ Հիսուսը հայտնվում է ձի վրա, եւ ձի վրա հայտնված Հիսուսի վրա ինչ կար գրված 13 ներողություն, հայտնություն 19-13 եւ իր վրա հանդերձ էր հագած աջնու ներկված, նրա անունը կոչվում էր Աստծո բան, Դավիթ, Սուրբ Սրբոց, դա ես նորից եմ ուզում հիշենք, սա աստվածաշնչյան լեզուն է, Աստծո Դավիթը, հայտնության 11-րդ գլխում, երբ որ ասում է եւ ահա Աստծո տաճարը, որ երկնքում էր բացվեցավ, երևացավ Աստծո տապանակը իր տաճարումը, որ այնտեղ տաճարում բացվավ, այսինքն Դավիթը բացվեց, երևաց Դավիթի խոսքերը, գրվածը, նույն այդ մոտեցումով մենք տեսնում ենք հայտնության 21-րդ գլխում ասում է հրաշք խոսքեր, 3-րդ համար, մեծ ձայն լսվեց երկնքից, որ ասում է, ահա Աստծո խորանը մարդկանց հետ է, նա կբնակվի նրանց հետ, այդ նույն սկենեո բառն է, այն որ Հիսուսի համար գրված էր եւ Դավիթը սկենեո արեց, շեքեն արա, բնակվեց, խորանը ասես բացավ, ասում է նա կբնակվի նրանց հետ, նրանք կլինեն նրա
ժողովուրդը ինքը Աստված կլինի նրանց Աստվածը։ Աստծո գլխավոր երազանքը հետո սա է։ Եվ հետո ինչ են տեսնում, ասում են, էլ նոր երկրում, նոր երկրի վրա, ասում է, տաճար չտեսա 22 համար, որովհետև Տեր Աստված ամենակալը գառն է նրա տաճարը։ Շատ եմ սիրում այդ խոսքը, շատ։ Այս նրա դավիրը սուրբ սրբոցն է։ Սա ում խոսքերն է, բնականաբար, Տիրոջ։ Ուրեմն, սիրելի բարեկամներ, Տերը թույլ է տալիս այսօր երկրի վրա դավիրներ լինել։ Ինչ ենք մենք նախաձեռնում։ Ինչ ենք կրում մեր մեջ, ինչ կա մեր մեջ։ Ինչ կա մեր մեջ, մենք այդ դավիրը, որ ուզում ենք լինել, սուրբ սրբոցը լինել, ում պատվիրաններն այնտեղ գրած։ Աստծո 10 խոսքերը այնտեղ կա, ինչպես որ կա, թե ինչ որ բան փոփոխել ենք, ասեմ որ կաթոլիկ եկեղեցին երկրորդ պատվիրանը ընդհանրապես հանել այնտեղից։ Գուրգնիշինիր պատվիրանը, որը ամենահրաշ պատվիրաններից մեկն է, որի մեջ միայն կա սեր բառը, ով որ Աստծուն սիրում է։ Միայն այդ պատվիրանի մեջ կա սեր բառը, այդ պատվիրանը հանած ընդհանրապես։ Չկա, իրանց մոտ չկա, ուսուցման իրան դասագրքերում հանված է։ Բայց դա հենց գլխավոր քարն է, ինչ են ասում։ Անկյունակարն է, այդ ամբողջ պատվիրանը։ Դա նշանակում է, որ ուղղակի ում պատվերն են ընդեղ գրել։ Ստեղծված։ Ինքը դառնում է հունական լոգոս։ Հա, էլի։ Չէ՞։ Հա, Սիրիքո Տեր Աստծուն հանում ես, դառնում է հունական լոգոս։ Մնացած բարոյական բաները։ Այո, մեր դավիրը ոչ թե կիսատ պրատ աստվածայինն է, չէ, մեր դավիրը Աստված է, Աստծո խոսքն է, մենք դա իրավունք չունենք, եթե դու փոխում ես ինչ-որ մի բան, մարկային վարդապետություն ես, դու սկսում ես ուղղակի Աստծուն փոխարեն քեզ դրսևորել, ինչ դառնալ Աստված։ Ես այն խոսքը, որ ասեցի կանոն բառի հետ կապված, հենց այնպես չասեցի, Աստված է, որ ուզում է միշտ ինքը լինի գլխավորը։ Կարդում եմ Եսայա 33:22, որտեղ մեր դատավորը Տերն է, մեր օրենսդիրը Տերն է, մեր թագավորը Տերն է, նա է մեզ ազատողը։ Հարգելի բարեկամներ, եթե ասում ենք մեր դատավորը Տերն է, բայց կանոնակարգը փոխել ենք։ Մենք չենք ուզում դատվենք, բարի իմաստով, հա։ Հա, մենք չենք ուզում դատվենք։ Մենք, որովհետև շատ կարևոր բան ես ասում, ես ուզում ստեղ մի փոքր, եթե թույլ տաս լրացում, եթե ես ասում Տերը դատավոր է, նշանակում է ես պետքա կանոնները հասկանամ, ես պետքա երկնային արքայության սիստեմը հասկանամ, որ ասեմ Տեր դատիր, ես դա սիրում եմ, որովհետև քո դատելու մեջ ողորմություն կա, ես դա եմ տեսնում։ Դա դու կանգնում ես դրա օրենքի առաջ, կարծես թե։ Ոչ թե կարծես թե այլեցև է, պատկերացրեք ինչա կատարվում։ Մարդուն բռնում են հանցանքի մեջ, ուրեմն մարդու մոտ հնարավորություն է լինում գիշերով դատավորի կանոնակարգի մեջ փոփոխություններ անել, ու ինչ հոդվածով, որ իրան պետք է դատել, հանում է, հոդվածը հանում է, փոխում է, եւ հաջորդ օրը դատարանում նրան ասում են, պարզվում է, այդպիսի արարքանելու համար այս մարդուն պետք է պարգևատրենք հավիտենական կյանք, մի րոպե, բայց դու գիտես, որ դու փոխել ես, դատավորն է շշմած կարդում, ախր այդ օրենքը իրենք անկիր գիտեին, այդպես չի։ Եթե երկրի վրա դա հնարավոր է Աստծո խոսքը փոխել, որ քո դատարանը, քո դատը քո ուզած ձևով լինի, Աստված անաչառ դատավոր է, ինքը իր խոսքերը եւ այստեղ հատուկ գրված է մեր օրենսդիրը Տերն է։ Դու չես գրում օրենքը, ինքն է գրում։
Քո կողմից դա հնազանդության ուղղակի վայելելն է Տիրոջ խոսքը։ Որի արդյունքում կարող ենք ասել, մենք վայելում ենք ուրեմն ողորմությունը Աստծո, վայելում ենք արդարացված լինելու բերկրանքը, դու չես սարքում, որ դու արդար դառնաս, դու կանգնում ես նրա առաջ եւ նրա արդարացումն ես վայելում, որը իր արյունով մեզ արդարացրեց։ Սա շատ նուրբ գծեր են, որ մենք պետք է դա իրոք հասկանանք։ Ու գրված է մեր թագավորը Տերն է։ Ես իզե որ այդ 3 գաղափարը դատավոր օրենսդիր թագավոր հարց տալ։ Շատ լավ անա, շատ լավ։ Ինչի այդ ձև ասում Եսայան, որովհետև այդ 3-ը հենց ինքը Տերն է միշտ անողը, ինքն է թագավորը, որը շատ անգամ մարդը կարող է մերժել։ Դες այսպեսի խոսույթ կա, մենք եւ շատ այսպես ծայրահեղ աստիճանի հեռացած խոսքի բովանդակությունից մենք արդարացված ենք, այլևս օրենքի տակ չենք, ինչպես Պողոսն ասում, սա ինչ որ եւ ինք ամենաթողության, այսպես կարծես թե նկարտումներ կա, թե ինչ ասեմ, ծուր վարդապետություն կա։ Մեր ժամանակը ավարտվեց, բայց դա էլ պատասխան է։ Շատ կարճ, եթե կարելի է, մեծ սիրով։ Արդ ինչ ասենք 6-րդ գլուխ առաջի համար։ Մնանք մեղքի մեջ, որ շնորհքը շատանա, քավլիցի։ Մենք որ մեռանք մեղքին, ինչպես դեռ կապրենք նրանում։ Ուրեմն մեղքին մեռնելը դա նշանակում էր, որ դու օրենքի տակ չես։ Բայց դու օրենքը գիտես։ Այս դա եմ ասում։ Դա չի կարող։ Ես մեղքին մեռել եմ։ Գիտես ոնց եմ մեռել։ Միջև մեռնել ես որոշ բաներ փոխել եմ։ Չէ, դու չես կարա փոխել։ Եթե դու ասում ես ես մեռել եմ, բայց ես պատվիրանները փոխել եմ, դա չի նշանակում որ դու մեռել ես։ Դա քեզ ապուշե տեղ դնել է նշանակում։ Դու ոնց կարաս մեռնես մի բանի համար, որը քո համար չկա, դու փոխել ես պատվիրանները։ Դու հանել ես դա։ Հա, եթե երկրորդ պատվիրանը դու հանել ես, ասում ես ես մեղքին մեռել եմ, դու կարաս գոռաս ժողովուրդ, ես մեղքի համար։ Միջապետ, եթե դու արդեն հանել ես նախորոք, ինչ մեռնելու մասին, դա ինքնախաբեություն, ուղղակի Պողոսի խոսքերը ոտնահարել է նշանակում։ Նույն այդ 6-րդ գլխի մեջ գրված է. սրա համար թող մեղքը չթագավորի ձեր մահկանացի մարմինների մեջ, որ հնազանդեք նրա ցանկություններին։ Ձեր անդամները անիրավության գործիք մի ներկայացրեք մեղքին, այլ ձեր անձերը ներկայացրեք Աստծուն, ինչպես մեռելներից կենդանացածներ։ Ձեր անդամները արդարության գործիք Աստծուն, որովհետև մեղքը չի տիրել ձեր վրա, որտեղ օրենքի տակ չեք, այլ շնորհի։ Օրենքի տակ նշանակում է մեղքի տակ լինել։ Օրենքի տակ չի նշանակում, որ Աստծո օրենքը անտեսել։ Չէ, Աստծո օրենքը դու պահում ես նրա համար, որ փրկվես։ Դա էլ է։ Հա, դա նշանակում օրենքի տակ լինես։ Եթե դու ուզում ես օրենքը պահես, որ փրկվես։ Դու օրենքը պահում ես, թե օրենքը փոխում ես, եթե դու քո ուժերին ես վստահել, մոռացել ես, որ արարիչն է, շատ կարևոր է, որ արարիչն է փրկիչը, ինչ կապ ունի։ Խնդիրը նրանում է, օրենքի տակ նշանակումը չի նշանակում, որ օրենքից դու հրաժարվում ես։ Ինչից ես հրաժարվում օրենքից։ Կարդամ Պողոսի խոսքերը, Հռոմեացիս 7-րդ գլուխ։ Գրում է 12 համար։ Օրենքը սուրբ է, սրբությունից ես հրաժարվում։ Օրենքը ստանդարտները։ Օրենք սուրբ է, պատվիրանքն էլ է սուրբ։ Արդար ու բարի, մի րոպե, արդարից ու բարից ես ուզում հեռանաս։ Խնդիր չկա։ Իսկ 14 համարում տես ինչա գրում։ Գիտենք, որ օրենքը հոգևոր է։ Օրենքը հոգևոր է, Հռոմեացիս 7:14։ Բարձում է օրենքը հոգևոր է։ Երբ որ դու ձև ես տալիս, որ դու առանց օրենքի պետք է ապրես, դու ասում ես այդպիսի խոսքեր. ես ուզում եմ առանց սրբության ապրել, ես ուզում եմ առանց արդարության ապրել, ես ուզում եմ առանց բարության ապրել, ես ուզում եմ առանց հոգևորի ապրել։ Ինչ ուզում անեմ։
Քանի որ գիտեք, բայց խի եք այդպիսի խոսքեր ասում։ Պողոս ասում է, բայց ես մարմնավոր մեղքի տակ ծախված։ Եթե դուք մեղքի տակ ծախված եք, հարգելի բարեկամներ, բարձ է, մեղքի գործերը պետք է անեք։ Մեղքը ոնց հրամայի այդպես էլ անելուք։ Ում ձայնն եք լսում։ Մեղքի, այսինքն պայքար չկա մեղքի հանդեպ։ Բացարձակ չկա։ այո։ Դիմադրի։ Կուզեի հիշենք, որ շատ անգամ մարդկանց կողմից ոտնահարվում է այս խոսքերը կուզեի կար։ Ասում է Պողոսն է գրում Տիմոթեոսին։ Իսկ պատվիրանի վախճանը սերն է Սուրբ Սրտից։ Հիշեցնում եմ, վախճան ասելով նկատի չունի, որ պատվիրանը մեռավ, թաղում պետք է անենք։ Այսինքն պատվիրանի վերջնակետը վախճան բառը հունարեն այդ բառը վերջնակետ է նշանակում, ուր է տանում պատվիրանը քեզ, քո ձեռքից վերցրած ուր է տանում առաջնորդ։ Ես կասեի պատվիրանը դադարում է դառնալ պատվիրան մեզ համար այնքան ժամանակ միջև որ մեր մեջ կառուցվում Աստծո հանդեպ սերը։ Նույն իմը, այսինքն Աստծո սերը այլևս դու ոչ թե արդեն պատվիրան անել չանելու մասին ես մտածում, այլ նրա հետ ներդաշնակվելու, մեկանալու process-ի մեջ նույնականանալու, արդեն պատվիրանը դադարում է քեզ համար պատվիրանը։ Դու ամեն օր մտածում ես ոնց անես որ մարդ չսպանես։ Չէ, ոնց ինչ կարիք չունեմ դրա համար։ Այ ճիշտ ես ասում, այ շատ ճիշտ դու բան արել։ Դու ոչ թե ստիպված չես սպանում, այլ քո բնույթը արդեն նրա նման։ Այդ իմաստով, այդտեղ դադարում արդեն քեզ համար պատվիրանը ասում է, ես սրա հետ անելիք չունեմ, ինքը լրիվ ճիշտ տեղում է գտնվում, դու գտնվում ես հոգևոր, բարի, արդար, սուր։ Լրիվ ճիշտ է, այո։ Պատվիրանը դե անելիք չունի։ Պատվիրանը ոչ թե անելիք չունի, պատվիրանը քո սրտում է գրված։ Եբրայեցի 10-15-ում գրվում է, հոգին ասում է, ես իմ օրենքը կգրեմ նրանց սրտում, նրանց համաձայն եմ քո հետ։ Ես մտածում եք։ Եվ Պողոսը ստեղ ինչ ասում։ Որոնցից ոմանք խոտորելով, ունայն խոսքերի ետևից գնացին, կամենում են օրենքի վարդապետ դնել։ Եվ իրենք չեն իմանում ոչ այն, որ խոսում են, ոչ էլ այն բաները, որ պնդում են։ Գիտենք, որ օրենքը բարի է։ Մեկը եթե օրինապես գործած է։ Սա իմանալը, որ արդարին օրենք չկա, որտեղ ինձ սպանության պատվիրանի հոդվածով ոչ մեկ չի կարող գալ ասել, ձերբակալում են քեզ։ Գողության հոդվածով ձերբակալում ենք, շնության քեզ տեսել ենք ուրիշ կնոջ հետ, չեն կարող գալ ինձ ձերբակալել, չեն կարող։ Ինչի, որտեղ ես այդ հոդվածներով խնդիր չունեմ, ինձ այդ հոդվածները չեն առնչվում։ Ում առնչվում ասում է։ Անօրեններին, անհնազանդներին, անբարիշտներին, մեղավորներին, անսուրբներին, պիղծերին, հայրասպան, մայրասպան ու թվարկումը։ Սիրելի բարեկամներ, Տեր Հիսուսը հենց այնպես չի կոչվել Սուրբ Սրբոց, Դավիռ, որովհետև Տեր Հիսուսը այն արարիչն է, ով կորցնելով մեզ Եդեմական պարտեզում չհամարեց, որ վերջն է, պատրաստ էր մահանալու և գրված է, որ Տեր Հիսուսը մորթված գառն է աշխարհի սկզբից հետը և այդ գառը ամեն ինչ արավ, որպեսզի մեզ միացնի։ Շատ հետաքրքիր մի բան կա։ Տեր Հիսուսը և անարատ գառը, Տեր Հիսուսը և անարատ քահանայապետ է, Տեր Հիսուսը և անարատ տաճար է։ Տեր Հիսուսը անձեռագործ գառը, Տեր Հիսուսը անձեռագործ քահանայապետ է, Տեր Հիսուսը անձեռագործ տաճար է։ Սա է Սուրբ գրքի ներկայացումը։ Եվ երբ որ ես այդքանը իմանում եմ, Պողոսի խոսքերի համաձայն պետք է ապրեմ, ու Պողոս ինչ ասում։ Արդ եթե Քրիստոսի հետ հարություն առաք, ապա խնդրեցեք վերիները, որտեղ Քրիստոսն է նստում Աստծո աշկոմը։ Վերիները մտածեք, ոչ թե երկրի վրայները։ Վասի դուք մեռաք եւ ձեր կյանքը ծածկված է Քրիստոսի հետ։ Սիրելիներ,
մենք այս կյանքի հետ կապված ամեն ինչը պետք է վերիներ է, որտեղ վերիներում է անարատ, անձեռագործ։ Մարդու մատը չի խառնում, կեղտոտ մատը չի։ Եվ այդպիսի անձեռագործ գործողություն Տերը կամենում է իմ եւ ձեր հետ կատարի, երբ որ մեր սիրտն է ուզում թլպատի, անձեռագործ։ Կողոսացիս 2:11-ում գրված, որով դուք թլպատվեցաք անձեռագործ թլպատությունով, անձեռագործ մկրտություն, անձեռագործ թլպատություն, այդ ամեն ինչը, անձեռագործ գառ, անձեռագործ քահանապետ, անձեռագործ տաճար կատարվում է, որպեսզի մեզ վերադարձնի եդեմական պարտեզ։ Ամեն։ Եվ ավարտելով Պետրոսի խոսքերով ավարտեմ։ Գրում է Պետրոսը. մի վարքյան, առաջի գլուխ Պետրոսի, առաջի Պետրոս առաջի գլուխ 13 համարից։ Նրա համար ձեր մտքի մեջքը գոտեպնդած, զարթնացած, կատարելապես հուսացեք այն շնորհին, որ հասնում է ձեզ Հիսուս Քրիստոսի հայտնությունը, հնազանդ որքանց պես, չնմանվելով այն ձեր տգիտության ժամանակի առաջի ցանկություններին, այլ ձեր կանչող սուրբի պես դուք էլ սուրբ եղեք ձեր բոլոր վարքում, որովհետև գրված է սուրբ եղեք, որ ես սուրբ եմ։ Եվ եթե հայր են կանչում նրան, որ առանց աչառության դատաստանի անում ամեն մեկի գործի պես, ապա ձեր պանդխտության ժամանակը վախով արվեցեք, գիտենալով, որ ոչ թե ապականացու արծաթով կամ ոսկով փրկվեցաք ձեր հայրենավանդ ունայն վարմունքից, այլ Հիսուս Քրիստոսի պատվական արյունով, ինչպես մի անբիծ եւ անարատ գառի, որ առաջուց ճանաչված էր աշխարհի սկզբից առաջ, բայց ժամանակների վերջում երևաց մեզ համար, ձեզ նրանով այն Աստծուն հավատացողներիդ, որ նրան մեռելներից հարուցանեց եւ փառքը նրան տվա, որ ձեր հավատքը հույսը Աստծո վրա լինի, Սուրբ Հոգու միջոցով, ձեր անձերը սրբելով ճշմարտությամբ, հնազանդությամբ, անկեղծ եղբայրասիրության համար, մաքուր սրտով իրար սերտ սիրեցեք, վերստին ծնված լինելով ոչ թե ապականության սերմից, այլ անապական սերմից, Աստծո կենդանի եւ հավիտենական խոսքով։ Ամեն։ Որովհետև ամեն մարմին խոտի պես է, մարդի ամեն փառքը խոտի ծաղկի պես է։ Խոտը չորացավ, նրա ծաղիկն է թափեցավ, իսկ Տիրոջ խոսքը մնում է հավիտյան, եւ այն խոսքն է, որ ձեզ ավետարանվեցավ։ Փառք Տիրոջը։ Կանենք շատ շնորհակալ ենք, շատ կարևոր ես սիրում եմ այս տեսակ ոճը, այս տեսակ քարոզները, որոնք գիտես ոչ թե անել չանելու մասին է խոսում, այլ ուղղակի մեր հայացքը ուղղում է դեպի Տերը, հավատքը զորացնում, քայլել, ճանաչել Աստծուն։ Ի վերջո դրախտը հետո չի, այ մեր քրիստոնյաների ցավալի գաղափարներից մեկը սա է։ Մենք մի տեսակ յոլա գնանք մինչև Տերը գա մեզ տանի դրախտ։ Մենք այստեղ ուրիշ բան ենք հասկանում։ Մենք այստեղ հասկացանք, որ դրախտը մեր մեջ է։ Դրախտը կառուցվում է այստեղ։ Սա պետք է դրախտ լինի։ Եվ դրախտը այստեղ պետք է լինի, որտեղ գիշեր եւ ցերեկ Աստծո ներկայության մեջ ենք եւ Աստծո ձայնը գալիս է մեզ հետ հաղորդակցվելու, խոսելու եւ հրաշալի ժամանակ անցկացնելու։ Տեր օգնի քեզ շատ եւ մեր ժամանակը ճիշտ ասած ես ընդունում եմ խոսքը նենց բանից ասա, որ չդիմացա, ասում 11-րդ գլուխ 2-րդ օրինաց 21 համար, որպեսզի շատանան քորերը, քո որկանց օրերը այն երկրի վրա, որ Յահվե ձեր հայրերի երթում արավ, նրանց տալու համար։ Իբրև երկնքի օրեր երկրի վրա, երբ է երկնքի օրերը երկրի վրա, երբ որ ասում է իմ խոսքը ձեր սրտի հոգու մեջ դնեք, նրանց նշանի համար ձեր ձեռքի վրա կապեք, նրանց ճակատանոց լինի ձեր աչքերի մեջ տեղում, ձեր տղաներին սովորեցնեք նրան, որ նրանց խոսես տանը նստած ժամանակ գնաց եւ ամեն ժամանակ։ Ամեն ժամանակ։
անդադար ամեն ինչ խորհես, մտածես, կապ եւ սա աղոթք է, ասում անդադար աղոթեք եւ հենց սա է աղոթքը, որ կապված ես խոսքի հետ։ Տեր օրհնի քեզ կանոն եղբայր, շատ շնորհակալ ենք խոսքի համար, քո աղոթքով խնդրեմ ավարտենք։ Մեր թանկագին հայր, շնորհակալ եմ քո ողորմածությունների համար, որ դու ամենքից տվել ես այդ մեծ պատիվը սուրբ լինելու, սուրբ սրբոց լինելու, քո կյանքը մեզանում ունենալու, ոչ թե չգիտեմ երբ, այլ այսօր։ Եվ քո խոսքի համաձայն ասում ես, որ մենք քո որդու Հիսուս Քրիստոսով նստած ենք երկնավորներում, մենք այդ մեծ պատվին արժանացել ենք, թե երկնքում ենք գտնվում շնորհով, թե երկրի վրա շնորհով քո տաճարն ենք։ Քայլիր մեզանում եւ ողորմիր մեզ, որ մոռացել ենք, որ դու ես դատավորը, որ դու ես օրենսդիրը, որ դու ես թագավորը, որը կարող է ազատել։ Փառք քեզ։ Ամեն։ Ամեն։ Շնորհակալություն, կանոն եղբայր օրհնված եղիր, սիրելի բարեկամներ, այսպեսին էր մեր եթերը, հուսամ ինչ-որ մեկի համար, եթե այս խոսքը ազդեցիկ էր և ինչ-որ ճիշտ հունի վրա դրեց, դեպի Տերը տարավ, ուրեմն կայացած էր այսօրվա եթերը, և ես վստահ եմ, որ դա մեկը չի, բազմաթիվ են։ Տեր օրհնի ձեզ շատ, մնացեք խաղաղությամբ։ Առաջ Աստված կհանդիպենք վաղ առավոտյան ժամը 9-ին, Մարանաթա, Տերը շուտով գալու է։ Ամեն։